Պարոն Նահապետյան, հարգելի գործընկերներ, Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման օրվա առիթով վերջին 2 կամ 3 երևի տարիներին իմ ունեցած ելույթում ես անդադ այդ ուղերձը տվել եմ, որ շատ կարևոր է, որ մենք Հակակոռուպցիոն կոմիտեի, այդ թվում քննչական կոմիտեի աշխատանքի վերաբերյալ ունենանք ելքի մասին որոշակի պատկերացումներ, որովհետև ինչ նկատի ունեմ, որ մեզ պետք են հստակ ցուցիչներ, այդ թվում արտահայտված կառավարությանը ներկայացվող հաղորդման մեջ, որովհետև գիտեք, որ օրենսդրությամբ թե քննչական կոմիտեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեն տարեկան գործունեության արդյունքով հաղորդում է ներկայացնում կառավարությանը եւ վերջին անգամ, որ այդ հաղորդումը ես ստացել եմ, նաեւ այդ հաղորդումը մակագրությամբ վերադարձրել եմ, խնդրելով լրացնել տվյալով, թե Հակակոռուպցիոն կոմիտեի դատարան ուղարկված գործերի ծավալը ինչպիսին է եւ ինչ ծավալ է, որ ավարտվել է դատավճռով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ինչքանն են մեղադրական, ինչքանն են արդարացման, սա շատ կարևոր ցուցիչ է, որովհետեւ երբեմն այդ հաշվետվություններում ավանդաբար ասվում է, որ եւ քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է այսքան քրեական գործ։ Քրեական գործի հարուցման մեջ ոչ մի այտենց համեն դեպս ծավալի առումով ոչ մի դրամատիկ բան կարող է եւ չլինել։ Այսօր կարող է հարուցվել, վաղը կարող է կարճվել նույն հաջողությամբ կամ գնալ դատարան ավարտվել արդարացմամբ։ Այսինքն մեզ պետքա արձանագրել քրեական գործերի հարուցման հետ ինչա տեղի ունեցել։ Եվ ես զարմանքով եւ եթե անկեղծ ասեմ, մի փոքր զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով մեծ բաներով տենց լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետեւ պետքա ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Եվ ելի ուզում եմ ասել, որ ուզում եմ ընդգծել, որ կառավարությունը, պետական բյուջեն, այդ թվում ժողովուրդը Հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի եւ էական ներդրում է իրականացրել եւ ուզում եմ հիշեցնել նաեւ, որ առաջին անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում էր, երբ որ աշխատավարձերի այդպիսի բարձր մակարդակ սահմանվեց, այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության եւ պայքարի առումով ինչ որ ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի, բայց ցավով պիտի արձանագրեմ, դա կապված չի իհարկե միայն Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հետ, այլ խոսել ենք, որ դատաիրավական համակարգում ունեցած մեր խնդիրների մասին, բայց մյուս կողմից Հակակոռուպցիոն կոմիտեն ունի շատ կարևոր դերակատարում մեր պատմության մեջ չկներեք, նախկինում եղել է։ Այսօր ըստ էության Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ունի օպերատիվ ստորաբաժանում եւ մենք ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի եւ ելի եմ ասում, դա ընդհանրապես անթույլատրելի է, որ կարա լինի դեպք, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 տարի հետո, ասենք, բա ինչ եղավ այդ գործը եւ պարզվի, որ այդ գործի նախաքննությունը շարունակվում է եւ սա կարծում եմ եւ պարոն Նահապետյան, ձեզ հետ էլ ենք քննարկել այդ հարցը, որ դա ուղղակի անընդունելի մոտեցում է եւ կարծում եմ քննչական կոմիտեի դեպքում էլ ցավոք նման իրադրություններ կամ դրան նմանվող իրադրություններ ունենք եւ մենք պետքա բացառենք սա եւ այստեղից նաեւ մեր աշխատանքի արդյունավետության ցուցիչների մասին պատկերացումները պետք է փոխենք եւ հաշվետվողականության ավելի
ավելի տեսանելի բանաձևերով պետք է ներկայանանք հանրությանը։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, ինչ հարցեր, դիտարկումներ։ Եվ էլի ուզում եմ նաև հաջորդ թեմային էլ անդրադառնամ, այդ նույն տրամաբանությամբ իմիջայլոց նախկինում խոսել ենք, այդ թվում կառավարության նիստերին տարբեր առիթներով մենք օրինակ շատ հակված ենք, որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված, բայց երբեմն այս նույն իրադրությունը պատահում է, երբ մենք պետական գերատեսչություններից ստանում ենք այսպիսի ազդակներ, որ ըստ էության այդ քրեական գործերով ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դրանցով օրինակ նախագծերի իրականացումն է խոչընդոտվում։ Դե ես իրականում 1, 2, 3 ոչ մի ռեակցիա չեմ տալիս, որովհետև համարելով, որ դե եթե կա փաստ, պետքա գործ հարուցվի եւ քննվի, բայց հետո նույն իրավիճակը, երբ որ տեսնում ես այդ գործը մի տարի է քննվում, 2 տարի է քննվում, 3 տարի է քննվում, եւ այդ ընթացքում տեղի չի ունենում ի վերջո, բան ելք պետքա տեղի ունենա։ Այսինքն ինչքան կարելի է քրեական գործ հարուցել ու տենց քրեական գործը հարուցած մնա ժամանակ առ ժամանակ ինչ որ մի ազդակ լինի, այսինքն ֆունդամենտալ խնդիրն է նա, որ համակարգը եւ մեխանիզմը պետք է հստակ աշխատի, հստակ տա պատասխաններ։ Կամ մեղավորներ, թող մեղավորների նկատմամբ համապատասխան ընթացակարգը ապահովի, այսինքն գործը գնա դատարան եւ պսակվի մեղադրական դատավճռով, էս էլ է շատ կարևոր, որովհետև գործը դատարան, էդ էլ է մենք ներկայացվում որպես արդյունք, որ գործը ուղարկվել է դատարան, բա դատարանը ինչ է եղել, բա կարող է արդարացվել է մեղադրյալը, ամբաստանյալը, կարող է կարճվել է գործը, այսինքն ելք չի ունեցել։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք պետք է վերադառնանք։ Մենք խոսել ենք նաև գլխավոր դատախազի հետ էլ ենք խոսել այս թեմայով, որ մենք իհարկե այն կանխավարկածով չենք, որ ինքը վատ կանխավարկածա, որ եթե գործը գնաց դատարան, ուրեմն պետքա պարտադիր մեղադրական դատավճռով պսակվի, որովհետև այդպիսի ավանդույթներ են եղել, որ եթե դատախազությունից գործը դուրս է եկել, վերջ ուրեմն պետքա մեղադրական դատավճիռ լինի։ Բայց այդտեղ էլ մենք որոշակի, որովհետև կան գործեր, որոնք իրանք ամբողջ աշխարհում էլ տենց է, եզրային վիճակներ են կապված դատական process-ում այդ մրցակցության մեջ ում փաստարկները ավելի համոզիչ կդառնան դատարանի համար, այս ամեն ինչը պարզ է, բայց այդտեղ էլ նաև որոշակի բան պետք է ունենանք, տոկոս պետք է ունենանք մենք։ Եթե գնացել է հետ է եկել, լավ 1-2 պետք է հասկանանք ինչն է պատճառը։ Կարող է այնպես է, որ այո, դատարանում նոր ապացույցներ են հիհայտ եկել կամ մրցակցային այդ իրավիճակը բերել է օբյեկտիվորեն այդպիսի իրավիճակի, բայց եթե 1, 2, 3, 4 եւ դա կապվում է նույն քննիչի, նույն դատախազի, նույն process-ի, նույն պրոցեդուրայի հետ, այդ արդեն լույս պետք է վառվի, որտեղ կարող է ինչ-որ բան այնպես չի։ Այնպես որ շատ կարևոր աշխատանք կա անելու ընդհանրապես դատաիրավական համակարգում եւ հակակոռուպցիոն կոմիտեում մասնավորապես։ Կան այլ դիտարկումներ։ Չկան։ Ըստ այդմ առաջարկում եմ քվեարկել, ովքեր են կողմ Արթուր Նահապետյանին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու։ Դեմ չունենք, պարոն Նահապետյան, շնորհավորում ենք, հաջողություններ ենք մաղթում։